Սասնա ծռերին պետք է մաղթենք առողջություն եւ համբերություն։ Իհարկե, երևի թե իրենք ավելի լավ վիճակում են գտնվում, քան մենք, որովհետեւ բանտում ինֆորմացիայի մուտքը ավելի սահմանափակ է եւ նրանք համենայն դեպս երևի ավելի ուշ են տեսնում այն արհավիրքը, որը մենք տեսնում ենք անմիջապես։ Մի իրավիճակ է, որտեղ մեր երկրում իրավիճակ է ձևավորվել, որտեղ մարդ կարծես թե ուզում է գնալ բանտ, որպեսզի ազատվի այն իրավիճակի, այն արհավիրքից, որը տեսնում ենք մենք ամեն օր։ Ինչ վերաբերվում է մեր հանրությանը, ապա մենք պիտի հորդորենք դուրս գալ անտարբերության եւ պասիվության վիճակից։ Չափազանց ծանր է վիճակը։ Մենք գնում ենք պետականության կորստի ճանապարհով։ Եվ բացարձակ էական չէ այդ ճանապարհը ինչ ժամանակ կպահանջի։ Հնարավոր է այդ ճանապարհը տևի 1 տարի, հնարավոր է այդ ճանապարհը տևի 10 տարի, բայց ճանապարհը գնում է դեպի պետականության կորուստ, որը բերելու է մի ավելի մեծ արհավիրքի, մի նոր ցեղասպանության եւ սա մենք արդեն վերապրել չենք կարող։ Մենք հավերժ կկորցնենք մեր պետականությունը եւ որպես ազգ ցակ ու ծրիվ կլինենք աշխարհով մեկ եւ այլևս չենք կարողանա վերականգնել մեր պետականությունը։ Մենք պիտի հասկանանք, որ կռիվը շարունակվում է, այս պատերազմը շարունակվում է եւ պատերազմը ոչ թե խրամատներում է, այլ պատերազմը մեր երկրի ներսում է։ Շատ վաղուց հայտնի է 5-րդ Շահրասյան մոտեցումը, որ թշնամին կարողանում է իր ենթակայության տակ վերցնել պետության իշխանությունը եւ առանց որևիցե կրակոցի այդ պետությանը տիրանալ եւ իր պլանները առաջ տանել։ Մենք ունենք այսպիսի իրավիճակ, մենք ունենք ռուս-թուրքական հպատակության ներքո գտնվող իշխանություններ, որոնք ոչնչացնում են երկիրը ներսից եւ ամեն մի օր մի նոր ստրեսային իրավիճակ է առաջանում, տեսագրությունը, որը հրապարակվեց, ինչի մասին մենք խոսեցինք, մի նոր մակարդակի բարձրացրեց ավտորիտարիզմը մեր երկրում եւ այս գործողությունները արդեն ոչ թե ավտորիտար բնույթ ունեն, արդեն ունեն տոտալիտար բնույթ։ Մենք տեսնում ենք, որ մարդկանց, ովքեր որ իրենց կարծիքն են բարձրաձայնում, վարչապետ Կոչեցյալի անվտանգությունը բերանը փակելով ձերբակալում է, որ մարդը չկարողանա խոսել։ Նմանատիպ գործողություններ մենք տեսնում ենք այնպիսի տոտալիտար պետություններում, ինչպիսի օրինակ Ադրբեջանն է կամ ասենք Հյուսիսային Կորեան է, անգամ ավտորիտար բնույթի երկրում, օրինակ մեր երկիրը 30 տարի ավտորիտար բնույթ ունի եւ մեծ ձերբակալությունների ժամանակ չի եղել գոնե մի դեպք, օրինակ ինձ հետ կապված, որ իմ բերանը փակեն ձերբակալության ժամանակ։ Այսինքն անգամ ավտորիտար ռեժիմը, որ տասնյակ անգամներին ձերբակալել էր, չէր եղել մի դեպք, որ փորձի այդպես կոպիտ գործողությամբ իմ ազատ արտահայտման իրավունքը ոտնահարել։ Այսօր մենք հասանք նաև դրան։ Այս գործողությունները ցույց են տալիս, որ երկիրը գնում է դեպի ծայրահեղ արդեն տոտալիտարիզմ է գնում։ Մենք տեսնում ենք, որ վարչապետ Կոչեցյալը իր հրապարակումներում կարող է անդրադառնալ մարդու անձնական կյանքին, որը անձեռնամխելի է, կարող է կոչ անել, որ երկրի կաթողիկոսը գնա եւ ստուգի իր սեռական օրգանները եւ այլն։ Երկիրը մտցվում է քաոսի մեջ, որի մեջ կայացվում են որոշումներ, որոնք վաղը ապագայում բերելու են մի կրախի առաջ կանգնեցնեն երկիրը եւ եթե ոչ մենք մեր սերունդները սրի են քաշվելու։ Սրա հետ միասին իշխանությունները կոչ են անում ապագայով չապրել, ասելով, որ ապագա չկա, ապագան այսօր է։ Այսինքն այսօր, որ մենք գոյություն ունենք, եկեք ուրախանանք դրանով, ոչինչ, որ մեր երեխաներին կարող են մորթել։ Այս գործունեությունը իշխանությունները կարողանում են իրականացնել, որովհետև մենք պասիվ ենք, որովհետև մենք չենք խոսում, որովհետև մենք վախենում ենք փոքր հալածանքներից եւ դրանով բերում ենք շատ ավելի մեծ հալածանքներ եւ շատ ավելի մեծ կորուստներ ենք ունենում։ Ժամանակն է, որ մենք վերջ-վերջո ազգ դառնանք եւ վերջ-վերջո դառնանք քաղաքացիների համախումբ։ Ոչ միայն ժողովուրդ այն իմաստով, որ մենք ժողովվել ենք միտեղ եւ ապրում ենք,
այլ նաև այն իմաստով, որ մենք քաղաքացիների համախումբ ենք։ Իսկ քաղաքացին ունի ոչ միայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ, որոնք ոչ միշտ են, որ սահմանված են օրենքով, բայց քաղաքացին բնակչից տարբերվում է այն բանով, որ ինքը տերն է իր երկրի։ Նա ոչ միայն բնակվում է այդ երկրում, ինչպես ասենք, որևիցե օտար երկրացի մեր երկրում, այլ ինքը այդ երկրի տերն է։ Այդ ժամանակն է, որ մենք տեր կանգնենք մեր երկրին եւ այլ տեղեր տերերման չգանք։ Հակառակ պարագայում, եթե մենք պատրաստ չենք մեր երկրին տեր կանգնելու, ապա մեր թշնամիները մեծ հաճույքով տեր կկանգնեն մեր երկրին։